աչուծա Փրկիչդ քո մեջ Բացում է վեզար Թե քնից երբ պիտի հագնանաս Բավե մեղադրես Ամենքին իզուր Գիծիր վերջապես Դու ես մեղավոր Որ թույլ ես դեր տկար ու անձոր Զարդրիր Թմցին կեզ հայքիզան Լծիր անդրանիկիտ Ոչ ուսիս ու հարավ Արևել կարեմուտ Դու ես գիրը Քո ճակատի Զարդրիր Թմցին կեզ հայքիզան Լծիր զորավարիտ Ոչ ուսիս ու հարավ Արևել կարեմուտ Դու ես գիրը Քո ճակատի Ասել, որ Անդրանիկ Զորավարի մասին երգերի պակաս չկա, նույնն է թե ոչինչ չասել։ Ժողովուրդը նրան ոչ միայն երգեր, այլև ամբողջական ասքեր է նվիրել։ Այդ ասքերը ժամանակին գրառել, մշակել է բանագետ, բանահավաք Սուրեն Սահակյանը ու վերնագրել Դիլմանի հերոսը։ Անդրանիկին երգեր են նվիրել ու դեռ պիտի նվիրեն մերօրյա ու վաղվա հեղինակները։ Անդրանիկին երգ է նվիրել երգիչ երգահան Արսեն Համբարյանը եւ անվանել այն Անդրանիկի պատգամը։ Քանի որ ինքս համարում եմ, որ ամեն մարդու կյանքը ինքնին արդեն խոսք է, գուցե մի խոսք, գուցե նախադասություն, գուցե շատ ավելին, իսկ Անդրանիկի կյանքը երևի վեպ է մեզ համար, բայց կան բառեր, որոնք չեն գրվում, այլ հենց կյանքի կերտումով, կյանքի ապրելակերպով արդեն ասվում են, ինչ է անում ինքը, եւ իր թե կյանքի ընթացքում իր վարած մարտերի, իր նաեւ մաղթանք պատգամների խոսքով զինվորներին, նաև ընդհանրապես հայերիս, ամբողջ մի խոսքով այդ կյանքի մեզ ուղված խոսքը փորձել եմ որպես պատգամ երգի միջոցով հաղորդել, թե ինչ է Անդրանիկ կերպարը, Անդրանիկ Զորավարը փոխանցում իր ապրելակերպով, իր պայքարով։ Եվ հատուկ այդպես գրեցի պատգամն Անդրանիկի, ոչ թե իմ պատգամը, այլ որովհետև իսկապես դա նրա պատգամն է։ Գուցե ես էլ եմ համամիտ, ոչ թե գուցե, այլ համամիտ եմ այդ պատգամին, ինքս էլ կարող եմ ասել, որ իմ պատգամն է, բայց շատ ավելի կարևոր է, որ դա Անդրանիկի պատգամն է ու շատ ավելի հասանելի կլինի նաև հասարակությանը, հային ու հայի սրտին, որովհետև Անդրանիկը մի ուրիշ մեծություն է, մի ուրիշ կարևոր եւ պատերազմ ու ամեն ինչ մեր ողբերգությունը ու նաև ինչ որտեղ արթնացումը, վերածնունդը, նաև շատ այլ բաներ տեսած մի զորավար է ու նրա պատգամի մեջ հենց առաջի երգը որ լսեն մարդիկ տեսնեն, որ հենց առաջի տողերում ասում է բավ է հեզու խեղճ, սպասես, որ պետք է գործել, որ քո մեջ փնտրիր քո փրկչին, արթնացման անընդհատ կոչ է գնում ու ոչ թե Անդրանիկին արթնացման, այլ Անդրանիկի բերանով գնում է ազգի ոգու արթնացման կոչ եւ նրա կյանքը իսկապես մեզ ապտակեր, արթնացնող հայրական ապտակեր, զորավարի ապտակեր, որ եթե դու ոնց որ Սասնա Դավիթն ասենք, ասում է քեզ մի շարժիր, եթե մեզ տենց չշարժենք, մենք մեզ չտեսնենք, մենք այդ ապտակից չստապվենք, մենք կարող ենք կորցնել շատ ավելի բան եւ չենք կարող ձեռք բերել այն, ինչը մերն է, նորից ձեռք բերել։ Միայն երգը լսել ու նույնիսկ սիրելը քիչ է։ Հարկ է երգի իմաստն ընկալել տող առ տող։ Պետք է լսել այս դեպքում զորավարի պատգամն ու դրանից դասեր առնել։ Հակառակ դեպքում ոչ միայն չենք շահի, այլև կշարունակենք կորցնել, թանկ ու անդառնալի կորուստներ կունենանք։ Տարիների ընթացքում ինչքան երգել եմ այս երգը, ասենք ակապելա եմ երգել հիմնականում, մերկաձայն, զգացել եմ, որ մարդկանց սրտերին շատ հասու է լինում, նույնիսկ մեր լավ կոմպոզիտորներից մեկը կեսկատակ կեսլուրջ մի անգամ ասեց Արսեն ջան, արի ես քեզ երկու երգ տամ, այդ մի երգը տուր ինձ։ Դե չեմ ասում մասն է խոսքը, բայց շատ լավ մարդ է ու հավատում եմ, որ մի քիչ կեսկատակ կեսլուրջ ասեց, բայց դա արդեն շատ մեծ գնահատական էր ինձ համար։ Նաև այս երգի գործիքավորման համար իր անմիջապես ասենք մեր
դրոշի Մուշեղ, ասենք Մուշեղ Գասպարյանը ինքը ամեն ինչ արեց, փորձեց միջոցներ հայթայթել, որպեսզի ձայնագրենք, մեր հայ լավ տղաները, իմ ընկերները խորի մեջ երգեցին, ձայնագրություն ամեն ինչը կարելի ասել ընկերների ու նաև նվիրումով կատարվեց, դա ինչ է նշանակում, որ մարդիկ կարևորեցին ասելիքը, ինչ որտեղ չնայած ընկերներ են, բայց ասենք ոչ եղբայրներս են, ոչ հարազատներս են, բայց հարազատ ընկերներս են, որոնք որ ցանկացան, որպեսզի այն հնչի։ Ու այդպիսի դեպքեր էլի կան իմ երգերի դեպքում, որ մարդիկ իրենք են առաջարկում, որ մի բան անենք անպայման այդ երգը հնչի։ Հաղթանակ կամ Արցախը թուրքերի մահն է երգի համար էլ ասեմ, որ էլի նորից Կարենը Բաղինյան օպերատոր ռեժիսոր ինքը լսեց, կազմակերպեց եւ գնացինք ստուդիա, լավ տղաներ էին նորից Արտակը Զեյնալյան ու Ռազմիկը Բաղդասարյան ցանկություն հայտնեցին ու էլի մեր ընկերների աջակցությամբ ձայները ամեն ինչը ձայնագրվեց ու պատրաստ է երգը արդեն։ Ժողովուրդն ասում է՝ մի ունեցիր 100 դահեկան, ունեցիր 100 բարեկամ։ Մեր ժամանակներում, երբ ամեն ինչ վաճառվում է, երբ կյանքը թանկացել է բոլոր իմաստներով, արվեստի, մշակույթի գործիչն իր ստեղծածը արևերես հանելու, ներկայացնելու, ապրեցնելու համար հաճախ միայն ընկերների ունենում։ Այլ կերպ ասած, առանց ընկերների գործը գլուխ չի գալիս։ Արսեն Համբարյանն ընկերների հարցում իրեն կարող է բախտավոր համարել։ Նրա երգերից շատերը ձայնագրվել, գործիքավորվել, նկարահանվել, ներկայացվել են հենց այդ անփոխարինելի ու լավագույն ընկերների շնորհիվ, նրանց ջանքերով, ընկերների ցանկությամբ ու անմիջական օգնությամբ։ Արևել կարեմոտ, դու ես գիրը, քո ճակատի, դարդի, թնցի կեզ հայկիզալ, լսի զորավարիտ, ոչուսիս ու հարավ, արևել կարեմոտ, դու ես գիրը, քո ճակատի։ Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի եւ պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության ու բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը եւ ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում։ Ասել է Զորավարը։ Նաև ասել է՝ ամեն գիշեր, երբ գլուխներդ բարձին կդնեք քնանալու, մտածեք, թե ինչ եք արել ազգի փրկության համար։ Լսենք Զորավարի պատգամը Արսեն Համբարյանի երգի միջոցով։ Սովորենք անցյալի սխալների վրա, որ վաղը մեր սերունդները չտուժեն մեր արարքներից։ Սովորենք համախմբված ու ճիշտ գործել, որ մեր բոլոր ժամանակների հերոսների սխրանքն ու նվիրումը անտեղի չլինի, որպեսզի արժանանանք մեր նախնիների օրհնությանը ու կարողանանք այդ օրհնությունը փոխանցել մեր գալիք սերունդներին։ Փնտրին այլտեղ, կյանքիդ հարմար վայր, մի փնտրին այլտեղ, ուրիշ հայրում այլ, քո երկրի, քո ազգի, քեզ համար, հողդ ազատիր, ու ազատ երկիր, Գնով քո կյանքի, արյան կրտիքի, պահպանիր, կառուցիր, շարակիր, զարդիր, թնցիր քեզ հայկիզալ, լսիր անդրանիկիր, ոչուսից ու հարավ, արևել կարևոտ, դու ես գիրը, քո ճակատիր, Zardin, tămsi kes haytizar, lesi zoravarit, Oçusi suharam, arevel karebut, Tu eskire, koca kadir.